Զանգել ասում ավատարի մեջ եմ ընկել։ Ավտոն են տանում ենք Redondo Beach։ Մոլորված տուրիստի նման, տենց մի 2 ժամ պետք է սպասենք։ Audi Q7-ա։ Մի ամսվա ընթացքում չի էլ լվացել մեքենա։ Ինչքան գումար ա բերել։ Շատ գոհ եմ։ Էս էլ տաքսին ա, տեխնոլոգիա։ Արժեքը $25 են, ինչքան գիտեմ։ Դենա մտնում ա։ Աբո բլադ, հա։ Ներկել էի անցած անգամ, մոչև էս թրիպը տալը։ Առած պիտի հասնենք West Hollywood։ Հայբրիդների փողոցն ա, հին հյուրանոց ա, բայց լավն ա։ Legendar Central-ի Starbucks-ն ա։ Անգլերեն չենք սովորում, հայերենն էլ քիչ մոռանում ենք։ Օֆիսում էի, լիքը գործ էի արել։ Սա ցույց տամ օֆիսը։ Այս իմ օֆիսն ա, փուճուր, սիրուն, հարմար, այս լայսենսներն ա։ Այս պրինտերի թանակն էի բերել, փոխեմ պրծել ա։ Հետո եկել եմ պայմանագիր կտպեմ։ 2 հատ թուղթ կա վերցնեմ, որ վաղը գնամ այդ Federal Taxi տեղը պիտի հանձնեմ։ Registration-ի թղթերն էի վերցրել, որ ավտո եմ ծախում, պետք է գնամ registration անեմ ու ուղարկեմ այդ թղթերը customer-ին, net էլ ցույց կտամ որտեղ եմ անում։ Ոչմ ժամը տենց 10-ն ա, 10 անց ա դաժե, հեսա դուրս եմ գալիս։ Հələ մի հատ էլ մեքենա պիտի լվամ, որտեղ վաղը ժամը 7-ին դուրս են գալիս, վաղը մի լիքը activity ունենք, սաղ կնկարեմ, ցույց կտամ։ Հեսա ուզում եի օֆիսն էլ ցույց տալ, էլի ձեզ։ Փուճուրիկ օֆիս ա, բայց էսի բավարարում ա մեր բոլոր գործունեությունների համար։ Եթե used car մեքենա եք ուզում, leasing-ով մեքենա եք ուզում, կարող եք զանգել։ Մենք ձեզ կօգնենք ամեն հարցում։ Հա, մի հատ էլ մոռացա։ Մոռացել եմ, որ Սանտա Մոնիկայից հետ էինք գալի։ Մեր ընկերը զանգեց, ինքը Եգիպտից ա, եգիպտյանին է, էլի, Egyptian guy։ Զանգել ասում ավատարի մեջ եմ ընկել, ամեն ձև օգնեցինք, lawyer-ի տեղը ցույց տվեցինք, որ ամենալավն է աշխատում, body shop-ի տեղը էսա ցույց ենք տալու, որ ամենալավն է աշխատում։ Մի խոսքով take care ենք արել այդ տղուն, ամեն հարցում օգնել ենք, ակցիդենտի մեջ էր ընկել ու չգիտեր ինչ աներ։ Մի խոսքով, եթե դուք եք ընկել ակցիդենտի մեջ ու չգիտեք ինչ անեք, ծանոթ բարեկամ չունեք, վախում եք, որ ձեզ կխաբեն կամ sense ինչ որ մի հատ հարց, զանգեք նաև այդ հարցերով, ամեն ձև կփորձենք, կօգնենք, take care կանենք ու դուք էլ գոհ կմնաք մեր ծառայություններից 100%։ Առավոտ ժամը 7-ն ա, դուրս ենք գալիս, ինձ լիքը գործ ունենք անելու, կարճ պլանը ասեմ, պետք է գնանք այս ավտոն թողենք downtown, Mercedes եշկով գնանք Redondo Beach, մեքենան թողենք ընդ Uber-ով հետ գանք Aeroportի ստայանքեն, անդեից վերցնենք Audi-ին, էդի չեք տեսել դուք, ցույց կտամ, ու այդ էլեկտրական Cadillac-ը, մի հատ էլ գիշերը ունեմ, բան, ոնց որ ավտո տալու, այդ ժամանակահատվածում էլ պետք է հասցնեմ գնամ registration անեմ ավտոյի, ու franchise tax board, էդի downtown-ն ա, որը ալարում եմ գնամ, հեսա ճոգեմ ոնց եմ անում։ Սաղ ցույց կտամ, ինձ թվում է հետաքրքիր օր ա սպասվում մեզ։ Այս downtown-ն ա, BMW-ն թողեցի, հիմա էլ իջնում ենք Redondo Beach, Mercedes-ը թողելի։ Downtown գիշերը շատ ուզես զոմբի էլ կգտնես, շանս տես ահավոր տեղ ա։ Ու այս ավտոն էլ տանում ենք Redondo Beach։ Եկել ենք այրոպորտի մոտի կոֆե բինը, տենց կոֆե խմելու տեղ ա։
մոլորված տուրիստի նման, տենց մի 2 ժամ պետք է սպասենք, մինչև մեր մեքենաները բերեն թողեն parking lot-ում, որ վերցնեն գնանք։ Այրոպորտում ենք, այն Cadillac-ը բերել է նորմալ վիճակում։ Նորմալ ասած տեղը հետևը մի քանի հատ խազ կա փուճուր։ Դա ոնց գնաց այդ ավտոյով, ես էլ սպասեցի Audi-ն վերցնեմ ու ձեզի ցույց կտամ։ Հեսա էս ավտոն է։ Audi Q7-ը կապույտ գույնի շատ սիրուն, եսի մի ամիս հաճախորդի մոտ էր ու ոնց ջոգում եմ, ես մի ամսվա ընթացքում չի էլ լվացել մեքենան բաբշե։ Հեսա նայեք ինչ վիճակ է էլի։ Հետո մի խոսքով հեսա check-out եմ անում, մի հատ սաղ նկարեմ ու ճանապարհվեմ դեպի Գլենդել։ Այսին հանրահայտ վայրն է, այսին այրոպորտի մոտի In-N-Out Burger-ն է, ստեից լավ երևում է, որ ինքնաթիռները գալի պասատկա են իջնում, ամենալավ ինքնաթիռների ֆոտոները ստե է ստացվում, այս In-N-Out-ի parking-ում, ու այդ In-N-Out-ն էլ ասեմ, In-N-Out-ը Ամերիկայում, Կալիֆոռնիայում համարվում է տենց ամենալավ բուրգերանոցը, ոչ McDonald's-ը չի, Burger King-ը չի, ոչ դրանք չեն, ամենահամով, առողջարար ու տենց healthy-ն համարվում է այդ In-N-Out-ը։ Ջալոց խնդրում եմ գրեք ինչի մասին կլինի ձեզ հետաքրքիր, որ նկարեմ բլոգը կամ ինչ-որ հարցերի պատասխաններ նկարեմ, որ ուղղությունը կարանամ հասկանամ էլի ինչի մասին եմ նկարելու։ Որովհետև սենց սաղ նկարում եմ, բայց կարող է հատուկ բան լինի, որ ձեր համար շատ հետաքրքիր է։ Լեսիմ։ Օրինակ այս Audi-ին, որ մի ամսով գնացել է, դա եսիմ ինչքան գումար է բերել, օրինակ։ Կամ հեսա մի հատ խազ եմ գտել դռան վրա, հեսա գնալու եմ էդի ինչ-որ բան է, սկսելու ենք պրոցեսը, այդ խազի համար հաճախորդը պիտի վճարի։ Հեկել եմ smoke check անեմ ձած Սերոժի մոտ, միջալոց ով ես մեքենաների գործով է զբաղվում, սաղին խորհուրդ եմ տալի։ Ձած Սերոժը ամեն ինչ անում է, Գլենդելում է գտնվում, հենց Գլենդել փողոցի վրա, անունն էլ Quick Smoke է, շատ գոհ եմ ու միշտ եմ գալիս, եթե դուք չգիտեիք, որ ես մեքենա եմ ծախում որպես դիլեր, ես պարտավոր եմ սաղ թղթաբանությունը անեմ ու ուղարկեմ հաճախորդին։ Downtown ենք, մեքենան թողեցի ու սպասում եմ այդ տաքսին գա, հեսա ցույց կտամ, շատ հետաքրքիր է։ Ստե տակո են սարքում գիշերով փողոցում։ Ես ռիսկ չէի անի ուտեի ստեից։ Ոսկե էսի այդ հայկական ֆուտրակը չի էլի, որ գիտես մաքուր են աշխատում, համով է ու էսա, էս էլ տաքսին է։ Հեսա նայեք։ Ինչն է հետաքրքիր սրան, էլեկտրական ավտոներ է ու մոտենում ես բացվում է դուռը ու ինչն էլ ամենահետաքրքիրն է, վարորդ չկա, մտար նստեցիր, վարորդ չկա, start ride ես անում, սկզբից շատ էի վախում նստեի, ասում եմ կարող է գնամ էտերի խփի կամ ինչ-որ մեկին խփի, բայց չէ, շատ լավ է քշում, դաժե լիքը վարորդներից ավելի լավ, այդ stop sign-ներին ոնց է կանգնում բան, մի խոսքով ապահով է, տեխնոլոգիա։ 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 Այսինքն ասում եմ համարյա տեղ ենք հասնում։
Առավոտ ժամը 9-ն է, շաբաթ օր։ Ու հաճախորդ ունեմ, մեքենա է ուզում առնի։ Պետք է այս մեքենան էլ եսամ փնթի վիճակում է։ Տանեմ սենց արագի մեջ մի հատ են ֆռիկով մոյկան, դա էլ ցույց կտամ։ Ու շուտ հասնեմ Բրբանկի մեր օֆիս։ Այս մոյկաները բեսամբ մեքենաները խազում է։ Նոր ավտոներով խորտ չեմ տա այս մոյկեքից օգտվել, բայց սենց հին ավտոների համար օքեյ է, էլի ու ժամանակը խնայում է։ Հեսա։ Օքեյ է, էլի, հեսա մոչև հասնեմ տեղ, ինքը կչորանա, ժամանակ չունեմ ուղղակի սրբում։ Կիրակի առավոտ 8-ն է։ Երեք գիշեր 2 թրիփ է եկել այսօրվա վրա։ Մի խոսքով սաղ օրը զբաղված եմ նորից։ Աուդին ալարեցի ես լվանամ, շատ կեղտոտ է, որտև էստեղ են միավից ավտո չի լվացել։ Ես չեմ հասկանում դրանց։ Մի խոսքով գնում ենք հիմա մոյկա, բայց ոչ լվա ինքդ, այլ սովորական մոյկա։ Շատ չի հերթը բախտից բերեց։ Տենց հավես մոյկա է, անդե նստելու տեղերը, բան։ Արժեքը $25 էր, ինչքան գիտեմ։ Ենա իմ BMW-ն էլ եկավ, ուրա, ենա մտնում է։ Ես այս էլ հետևից մտնեմ, եսի նկարեմ մի հատ, ես Audi-ն է, մի հատ նկարեմ, թողեմ, BMW-ն վերցնեմ, հետ գնամ։ Ավտոն վերցրել եմ, միջից ահավոր ձևի պլանի հոտ է գալի։ Ապա պլան, հա։ Ես դաժ պատուանները բաց եմ քշել, որ չխեղտվեմ։ Բայց ոսկե այս ավտոն վերցնողը ծոծ էր էլի, մի հատ տենց մի 50 տարեկան ծոծ։ Այս ավտոն ափսոս է էլի ուղղակի, որ երրորդ անգամա սես բաներ է գալիս գլխին։ Օ։ Էսի հիշում եք, որ նոր սարքել էի։ Նույն տեղը այդ բամփերի ներկել էի անցած անգամ, մոչև այս թրիփը տալը։ Մարդիկ իմանան կայֆված եմ ինչ-որ կհանակ եմ անում, ինչ եմ անում, տենց ֆրադ եմ անում, բայց չէ էլի էսա։ Նույն տեղը քերված։ Պլյուս մինուս մի քիչ կաշխատենք էլի։ Համ cleaning fee-ը վեր գալ ենք, համ էլ repair-ի փող։ Այրոպորտում ենք ու հիմա վռած պիտի հասնենք West Hollywood։ Մեր հաճախորդը խնդրեց, որ մեքենան բերենք հասցնենք West Hollywood իր մոտ հյուրանոց։ Ժամանակը չի խնել ոչ մեկիս, բայց ախտերը ամենաթան բարնա, որտև արունը ջուր չի դարնա։ Հասել ենք արդեն West Hollywood, հեսա BMW-ն թողում եմ հաճախորդի մոտ, գրեց ասեց վալեթում թող, վալեթը ոնց որ պարկովշիկի մոտ էլի չգիտեմ, ոչմ վալեթում կթողեմ, կուղարկեմ իրան, ու ջիպով հետ կգնանք Գլենդել։ Ինչ է ուզում հիշացնեի, սենց ինչ-որ մի հատ ռեկլամնա է պաուզա էլի, որ used մեքենաների համար մտեք մեր վեբսայթ, ամեն թարմացումները ընդ է լինում used մեքենաների համար, subscribe եղեք մեր Instagram-ին ու մեր YouTube-յան ալիքին, որ նորությունները տենակ used ավտոների, list dealer-ը կարակ ստուգեք էլի մեր վեբկայքում էլ լինելու, Instagram-ում էլ եմ դնելու, ում ինչ ցանկացած էլի ավտո պետք է գրեք,
կօգնենք, կոնսուլտացիան անվճար է, խորհուրդ կտանք ամենալավ վարիանտը ու կտանք շուկայում ամենալավ գինը։ Նաև հիշացնեմ, ում որ մեքենա ունի տունը, երկրորդ, երրորդ ավտոնա, որ չի ուզում պահի կամ եսի payment-ը մի քիչ շատ է, չի ձգում, փոշմանել է, որ այդ ավտոն վերցրել է կամ նմանատիպ սիտուացիաներում, էլի կապնվեք մեր հետ, ինձ թվում է միասին կարանք համագործակցենք ու այս սաղ ցույց եմ տալի մենք ոնց ենք անում մեր հաճախորդների հետ, մեր ավտոները ոնց է աշխատում, գրեք, կապնվեք մեր հետ, օգնենք մեկը մյուսից։ Էսի Սանտա Մոնիկա փողոցն է, այս գնացողը։ Էսի այդքան էլ լավ փողոց չի, որովհետև այդ բան այդ հայբրիդ մարդիկ ստեն լինում, ոչ դուք մենակ փորձեք ուրբաթ օրը, շաբաթ օրը եկեք ստե երեկոյան, տեսեք ինչա կատարվում էլի այս հայբրիդների փողոցն է, բայց մի քիչ վերև, այն այսա հասնում ենք ընդ բլուրի վերևի այդ փողոցը Sunset Boulevard-ն է։ Sunset Boulevard-ը շատ լավ փողոց է, որտեղ ընդ կա լավ ռեստորաններ, լավ փաբեր, կլուբներ, այդ ամենալավ մասան դժում է այդտեղ։ Այս էր հաճախորդի հյուրանոցը, Sunset Tower-ն է։ Հին հյուրանոց է, բայց լավն է։ Նշում ու կարոտում ենք ընկերս, օրը կգա շպիտներս կարա սաղ բերես Եվ ես վախներս կվերադառնանք թուրը կմնանք արդում ողջ գիշեր Կդատատվեն շշեր, լավ ու վատ ուշեր, անկես կենասներ, շպիտներ Սաղոքին արկա ինչ կա ու ժամանակը չի խնել ոչ մեկիս Էսի լեգենդար Central-ի Starbucks-ն է։ Ով գիտի, գիտի։ Հասել էի տուն արդեն, բարձրանում էի, հիշեցի, որ զմերուկ չեմ առել։ Մի հատ շուտ մտել եմ առնեմ, մեր ես security-ն էլ, մեր հնգերն է, խնդրեց մի հատ energy drink, հա, էներգետիկ, բերեմ իրա համար, սո եսա արդեն հասել եմ, ես gas station-ից կվերցնեմ, լավ, մի հայերեն բառ չեմ ասի, gas station, energy drink, մի խոսքով ես ամերիկան վրեկներս լավ չի ազդում, անգլերեն չենք սովորում, հայերեն էլ քիչ մոռանում ենք, հիմա եկա downtown, այս մեքենան թողում եմ ու գնամ այդ թաքսերի տեղը, դենամ կարամ վերջապես պրծնեմ ես դրանցից մի քիչ ցրտոտ է ճիշտն է լասում չպետք է ստենց ցուրտ լինի մեկ էլ հա մի բան էլ էլի ով կարա օգնի վիդեոն մոնտաժ անելու, այս վիդեոներից ռիլսեր սարքելու համար գրեք էլի խնդրում եմ կապնվեք իրար հետ համագործակցենք Բաշեմ սենց